Ողջույն հարգելի օձեր, սա ձեր հորոսկոպն է 2026 թվականի համար և իհարկե փետրվարի 17-ից սկսվել է ձիու տարին չինական հորոսկոպով և կտևի այն մինչև 2027 թվականի փետրվարի 5-ը։ Դեռևս ժամանակ ունեք որևիցե մի բան ուղղելու ձեր կյանքում և քանի որ ես հենց այս հորոսկոպի ընթացքում ձեզ բավականին շատ տեղեկություններ կտամ, ապա դուք կկարողանաք այն ուղղել կամ ինչ-որ մի բան սկսել ձեր կյանքում։ Եվ այսպիսով ովքեր որ ծնվել են 1941, 53, 65, 77, 89, 2001, 2013 և 2025 թվականներին, ապա իհարկե ձեր նշանը օձ է։ Եվ պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր տարին չինական հորոսկոպով չի սկսվում հենց հունվարի 1-ից, սկսվում է հունվարից կամ փետրվարից։ Դրա համար անպայման հետաքրքրվեք, թե դուք հենց այդ նշանին եք պատկանում, թե ոչ, եթե դուք ծնվել եք հունվարին կամ փետրվարին։ Իսկ այս կանխատեսման ժամանակ դուք կլսեք և ձեր տարվա նշանը և ամսվա նշանը, ձեր կարևոր ժամանակները, սիրային հարաբերությունների մասին, աշխատանք և այլն, այնինչ որ մեզ հետաքրքիր է բոլորիս։ 2026 թվականը ձեզ համար կլինի ակտիվության և փոփոխությունների տարի։ Դուք կբացահայտեք ձեր թաքնված հնարավորությունները։ Տարին լի կլինի ուժեղ էներգիայով և ձեզ համար կարևոր է կարողանալ վերահսկել այն։ Մի թողեք, որ զգացմունքները ձեզ տանեն ծայրահեղությունների։ Ձեր խելամտությունն ու սառնասրտությունը կօգնեն ճիշտ որոշումներ կայացնել։ Փոփոխությունները կարող են իհարկե լինել ձեր օգտին։ Սեր և հարաբերություններ։ Այս տարի ձեզ սպասվում են ուժեղ զգացմունքներ և գրավիչ ծանոթություններ։ Եթե միայնակ եք, ուշադրության կենտրոնում կլինեք, բայց մի շտապեք հարաբերությունների մեջ մտնել։ Ամեն բան կարող է արագ սկսվել և հենց արագ էլ ավարտվել։ Եթե արդեն հարաբերությունների մեջ եք, տարին կլինի փորձություն։ Կարևոր են վստահությունն ու անկեղծ խոսակցությունները։ Դրանք կօգնեն ամրացնել ձեր կապը և վերադարձնել զգացմունքները։ Ընտանեկան կյանքում օձերը կարող են հասնել հանգստության և ներդաշնակության։ Պետք է լինել ավելի ճկուն և լսել հարազատներին։ Այս տարին պահանջում է անկեղծություն։ Եթե թաքցնեք զգացմունքները կամ խուսափեք խոսակցություններից, կարող են խնդիրներ առաջանալ, բայց եթե լինեք բաց ու ջերմ, ձեր տունը կլցվի խաղաղությամբ։ Կարիերա։ 2026 թվականին կարող են բացվել նոր հնարավորություններ, հատկապես նրանց համար, ովքեր պատրաստ են ռիսկի դիմել և փորձել նոր բաներ։ Արվեստի, տեխնոլոգիայի և բիզնեսի ոլորտներում աշխատողները մեծ ոգեշնչում կզգան, բայց մի շտապեք որոշումներ կայացնել, լավ մտածեք ամեն առաջարկի մասին։ Ֆինանսներ։ Տարին խոստանում է կայուն աճ, հատկապես եթե աշխատեք թիմով կամ գործընկերների հետ։ Կարող է պահպանել ինքնակառավարումը և ճիշտ հաշվարկ անել։ Եզրակացություն։ 2026 թվականը այն ժամանակն է, երբ օձի խելամտությունը միանում է ձիու ուժեղ էներգիայի հետ։ Սա լավ հնարավորություն է առաջ գնալու համար։ Կարևոր է օգտագործել այս ուժը ճիշտ, ոչ թե քննադատելու, այլ կառուցելու համար։ Աշխատանք և գումար։ 2026 թվականը օձերի համար կլինի ակտիվ և փոփոխություններով լի աշխատանքային տարի։ Կլինեն նոր հնարավորություններ, բայց նաև դժվարություններ։ Պետք է լինել ճկուն և վստահ որոշումների մեջ։ Աշխատանքի մեջ հնարավոր են մեծ փոփոխություններ։ Կարող եք փոխել ոլորտը կամ առաջխաղացում ստանալ, բայց մի շտապեք։ Մի համաձայնեք ռիսկային առաջարկների, նույնիսկ եթե շատ գրավիչ են թվում։ Կապի, տեխնոլոգիայի, կրթության և արվեստի ոլորտներում աշխատողները կունենան հաջողություն։ Սա լավ ժամանակ է ելույթների, ներկայացումների և նոր գաղափարներ կյանքի կոչելու համար։ Եթե ճիշտ գործեք, կկարողանաք բարձրացնել ձեր հեղինակությունը։ Մրցակցությունը կավելանա, բայց ձեր խելամիտ մոտեցումը կօգնի պահպանել լավ հարաբերությունները գործընկերների հետ։ Ֆինանսներ։ Ֆինանսական վիճակը կլինի կայուն և աստիճանաբար կբարելավի։ Գումարը կարող է գալ նոր պայմանագրերից, համագործակցություններից կամ բիզնեսի ընդլայնումից։
Բայց զգույշ եղեք։ Մի կայացրեք հապճեպ որոշումներ, խուսափեք ռիսկային ներդրումներից և ավելորդ ծախսերից։ Լավ կլինի հետևել արդեն փորձված ֆինանսական մեթոդներին, վերահսկեք ձեր ծախսերը և ճիշտ բաշխեք գումարը։ Դա ձեզ կտա վստահություն ապագայի հանդեպ։ Սեր և ընտանիք։ 2026 թվականին օձ նշանի համար սիրային ոլորտը կլինի կրքոտ և միաժամանակ անկանխատեսելի, ինչպես կարմիր ձիու հենց այդ տարվա էներգիան է։ Միայնակ օձերը կզգան ուշադրության մեծ աճ և նոր ծանոթությունների ալիք, սակայն շատ կարևոր է կարողանալ տարբերել իրական զգացմունքները անցողիկ հետաքրքրությունից։ Որոշ հարաբերություններ կարող են սկսվել շատ արագ և անսպասելի, բայց միայն նրանք, որոնք հիմնված են վստահության և փոխադարձ հարգանքի վրա, հնարավորություն կունենան դառնալու երկարատև և ամուր։ Մի թողեք, որ զգացմունքները լիովին կառավարեն ձեզ, քանի որ նրբությունը և խորաթափանցությունը կդառնան ձեր ամենամեծ օգնականները սիրո մեջ։ Նրանք, ովքեր արդեն հարաբերությունների մեջ են, կունենան հնարավորություն թարմացնելու իրենց զգացմունքները և վերականգնելու էմոցիոնալ կապը։ Համատեղ ճանապարհորդությունները, ընդհանուր նպատակները և բաց ու անկեղծ զրույցները կօգնեն մոտեցնել իրար։ Սակայն ձիու էներգիայի ազդեցության տակ հնարավոր են խանդի կամ վիրավորվածության հանկարծակի դրսևորումներ։ Այդ պատճառով կարևոր է խուսափել իմպուլսիվ վեճերից և փորձել գտնել փոխզիջումներ։ Ընտանեկան օձերի համար, ովքեր ընտանիք ունեն, շատ կարևոր է ավելի շատ ժամանակ հատկացնել տանը և զուգընկերոջ հետ, որպեսզի աշխատանքային հոգսերը չշեղեն ուշադրությունը հարազատներից և չխաթարեն հարաբերությունների ջերմությունը։ Ընդհանուր առմամբ 2026 թվականը օձերի համար կդառնա էմոցիոնալ հասունության և արժեքների վերաիմաստավորման շրջան։ Ձեզ սպասվում է աճ գիտակցված հարաբերությունների միջոցով, որտեղ իմաստությունն ու համբերությունը կօգնեն ձեզ ձեռք բերել ներքին իմաստություն, ներքին ներդաշնակություն և ամրապնդել կապերը սիրելիների հետ։ Իսկ միայնակների համար հենց այս տարի հնարավոր է ճակատագրական հանդիպում, որը կարող է ամբողջությամբ փոխել կյանքի ընթացքը։ Իսկ հիմա անցնենք արդեն ամիսներին։ 2 ամիս արդեն այստեղ անցել է։ Հունվարը դա ըստ չինական հորոսկոպի դա ամսի 1-ից մինչև ամսի 1-ը չէ։ Առաջինը դա դեկտեմբերի 20-ից մինչև փետրվարի 16-ն է։ Դա համարվում է հունվարը։ Հունվարը ավարտում է ձեր տարին և բերում հանգիստ ու մտածելու շրջան։ Կզգաք, որ շատ բան ավարտվում է և ցանկություն կունենաք ազատվել ավելորդից։ Պետք չէ շտապել, նոր հնարավորություններ դեռ շատ կան։ Ֆինանսներում կլինի կայունություն, իսկ հարաբերություններում ջերմություն և վստահություն։ Լավ ժամանակ է մտքերը և նպատակները կարգավորելու համար։ Հաջորդը դա փետրվարի 17-ից մարտի 9-ն է։ Փետրվարին սկսում են նոր ակտիվ շրջան։ Կզգաք ուժ և մոտիվացիա գործելու համար։ Լավ ժամանակ է նոր գործեր սկսելու, սովորելու և կարիերայում առաջ գնալու համար։ Բայց պետք է խուսափել շտապ որոշումներից։ Սիրո մեջ հնարավոր են փոփոխություններ, որոնք կբերեն նոր զգացմունքներ։ Ֆինանսները կամաց-կամաց կբարելավի։ Մարտի 10-ից մինչև ապրիլի 8-ը։ Մարտը կբերի վստահություն և կայունություն։ Ձեր աշխատանքը կսկսի արդյունք տալ և կկարողանաք ձեզ ցույց տալ աշխատանքի մեջ։ Լավ ժամանակ է բանակցությունների և հեղինակությունը բարձրացնելու համար։ Բայց մի ծանրաբեռնվեք։ Փորձեք որոշ գործեր փոխանցել ուրիշներին։ Անձնական կյանքում հարաբերությունները կդառնան ավելի մոտ ու վստահ։ Ապրիլի 9-ից մինչև մայիսի 7-ը։ Ապրիլը օձերի համար կբերի էներգիայի աճ և ներքին ոգևորվածություն։ Կհայտնվեն փոփոխությունների շրջապատում։ Հնարավոր է տեղափոխություն կամ նոր պաշտոն։ Դիմեք ձեր տնօրենին, մենեջերին փոփոխությունների համար։ Բայց զգոն եղեք։ Հաջողության համար անհրաժեշտ է խելամիտ հաշվարկ։ Ֆինանսական ոլորտում ամիսը բարենպաստ է, հատկապես նրանց համար, ովքեր աշխատում են մարդկանց ու գաղափարների հետ։ Սիրո հարցում սպասվում է կրքոտություն և զգացմունքների բաց արտահայտություն։ Ինչ-որ մեկը սիրո խոստովանություն կստանա։ Մայիսի 8-ից մինչև հունիսի 5-ը։
Մայիսը կդառնա ստեղծագործության և ներշնչման ամիս։ Աշխատանքում սպասվում է ճանաչում և գործընկերների աջակցություն։ Կարևոր է ուշադիր լինել մանրուքների նկատմամբ և պահպանել կենտրոնացված լինելը։ Սիրո ոլորտում հնարավոր է ռոմանտիկ և ջերմ բացահայտումների շրջան։ Ամիսը բարենպաստ է նաև առողջության ամրապնդման համար։ Զբոսանքներ և թեթև ֆիզիկական վարժություններ իհարկե ավելացրեք ձեր կյանքում։ Հունիսի 6-ից հուլիսի 5-ը։ Հունիսը կբերի հավասարակշռություն և ուժերի վերականգնում։ Դուք կզգաք ներքին ներդաշնակություն և մտքի պարզություն։ Սա հարմար ժամանակ է սովորելու, ճանապարհորդելու և հոգևոր աճի համար։ Ֆինանսական վիճակը կայուն է, սակայն խոշոր ծախսերը ցանկալի է հետաձգել։ Սիրային հարցում կգործի վստահությունն ու հանգստությունը, իսկ ընտանիքում աջակցությունն ու փոխըմբռնումը։ Հուլիսի 6-ից օգոստոսի 3-ը։ Հուլիսը կլինի հագեցած և էներգիայով լի։ Աշխատանքների քանակը կաճի, բայց դուք կհաղթահարեք դրանք, եթե նախապես պլանավորեք քայլերը։ Ձեր դիմաց հիմնեք, թե որն է առաջինը, և մի վերցրեք նոր պատասխանատվություն։ Սիրո հարցերում սպասվում է հետաքրքիր իրադարձություններ, սակայն զգույշ եղեք, որ նախանձը չխախտի վստահությունը կամ խանդը։ Այս ամիսը պահանջում է զգացմունքային հասունություն և ինքնատիրապետում։ Օգոստոսի 4-ից մինչև սեպտեմբերի 1-ը։ Օգոստոսը հնարավորություն կտա ամրապնդել ֆինանսական դիրքերը։ Սպասվում են շահավետ գործարքներ կամ առաջարկներ։ Միևնույն ժամանակ խուսափեք շտապողական որոշումներից, վերլուծեք բոլոր քայլերը։ Սա այն ամիսն է, երբ գաղտնի պլանները կարող են հաջողություն բերել, եթե գործեք խելամիտ և զսպված։ Սիրո հարցում վստահություն և փոխադարձ աջակցություն կլինի։ Նաև կհաշտվեք ձեր սիրելիի հետ։ Սեպտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 1-ը։ Սեպտեմբերը կհամարվի վերականգնման և ներքին հանգստության ամիս։ Օգտակար կլինի մի փոքր դանդաղեցնել տեմպը, նվիրել ժամանակը տանը և սիրելիներին։ Աշխատանքային հարցերը կընթանան առանց կտրուկ փոփոխությունների։ Այս ամիսը հարմար է ինքնաքննադատության և առաջնահերթությունների վերանայման համար։ Սիրո հարցում սպասվում է ջերմ ուշադրություն զուգընկերոջից։ Հոկտեմբերի 2-ից մինչև 30-ը։ Հոկտեմբերը լավ ժամանակ է աշխատանքում ձեզ ցույց տալու համար։ Ձեր ուշադրությունն ու ճկունությունը կօգնեն հասնել արդյունքի։ Սա հարմար շրջան է բանակցությունների, նոր կապերի և ստեղծագործության համար։ Անձնական կյանքում կարևոր է լինել անկեղծ ու բաց։ Դա կօգնի խուսափել թյուրըմբռնումներից։ Հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 28-ը։ Նոյեմբերը լավ ժամանակ է կարիերայի համար։ Կարող եք ստանալ լուրջ առաջարկներ։ Դրանք պատասխանատվություն կպահանջեն, բայց նաև առաջընթաց կտան ձեզ։ Ֆինանսներում սպասվում է կայուն աճ, եթե գործեք հանգիստ և մտածված։ Սիրային կյանքում ավելի լավ կհասկանաք ձեր զգացմունքները և ավելի շատ կվստահեք։ Նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 27-ը։ Դեկտեմբերը կփակի տարին դրական և հաջողությամբ։ Դուք կզգաք բավարարվածություն ձեր արած աշխատանքից։ Կարող եք ստանալ պարգևներ, ճանաչում կամ լավ լուր։ Սա ուրախության և ջերմության ժամանակ է։ Հարաբերություններում կլինի ներդաշնակություն, իսկ գործերում լավ արդյունքներ։ Հարմար ժամանակ է ամփոփելու տարին և նոր նպատակներ դնելու։ 2026 թվականին կարմիր կրակե ձիու տարին կբերի ակտիվություն, շարժում և ուժեղ էներգիա, և օձ նշանի մարդկանց համար շատ կարևոր է այդ ուժը ճիշտ ուղղությամբ օգտագործելը։ Հաջողությունը գրավելու և կրակի ավելորդ ազդեցությունից պաշտպանվելու համար կարող եք օգտագործել կապույտ, նեֆրիտե և ոսկեգույն գույները, քանի որ դրանք օգնում են հավասարակշռել ներքին վիճակը և հաջողություն են բերում։ Կարող եք այս գույները ավելացնել ձեր առօրյայում, կրել կապույտ իրեր, հագուստ, շարֆ և այլն, ոսկեգույն զարդեր կամ նեֆրիտե ամուլետ։ 2026 թվականին ձեր հաջողակ թվերը կլինեն 3, 8 և 9, որոնք կօգնեն ճիշտ որոշումներ կայացնել հատկապես ֆինանսների և անձնական հարաբերությունների մեջ։
կարևոր հանդիպումները կամ նոր ինչ-որ մի բան եթե պետք է սկսեք, ցանկալի է պլանավորել ամսի 3-ին, 8-ին կամ 9-ին, քանի որ այդ օրերը առավել բարենպաստ են։ Ֆենշուի համաձայն խորհուրդ է տրվում աշխատասեղանը կամ մահճակալը տեղադրել այնպես, որ այն ուղղված լինի հարավ-արևմուտք, քանի որ այս ուղղությունը նպաստում է ազդեցիկ մարդկանց աջակցությանը և օգնում է բացահայտել քո ներուժը։ Լրացուցիչ հաջողության համար կարելի է կրել Փյունիկի կամ Վիշապի պատկերով ամուլետներ, որոնք ակտիվացնում են բարգավաճման էներգիան և պաշտպանում են կրակեցի ու բացասական ազդեցությունից։ 2026 թվականին կրակեցիու տարին կարող է բերել ոչ միայն ակտիվություն, այլ նաև անկանխատեսելիություն։ Օձ նշանի մարդկանց համար կարևոր է պահպանել հանգստություն և ինքնակառավարում, որպեսզի խուսափեն խնդիրներից։ Այս տարի ցանկալի է զգուշանալ 1, 4 և 7 թվերից, քանի որ դրանք կարող են խախտել ներքին հավասարակշռությունը և բերել հապճեպ որոշումների։ Հնարավորության դեպքում կարևոր գործերը մի պլանավորեք այս օրերին, հատկապես եթե լարված եք կամ նյարդային վիճակում։ Հյուսիս ուղղությունը այս տարի կարող է անբարենպաստ լինել։ Եթե ուզում եք պահպանել կայունությունն ու հաջողությունը, աշխատասեղանից մի դրեք դեպի հյուսիս, որովհետև այդ ուղղության էներգիան կարող է խառնաշփոթ լինել։ Ստեղծել խառնաշփոթ ձեր աշխատանքում։ Խուսափեք նաև շատ վառ կարմիր գույնից հագուստի մեջ, քանի որ կրակեցիու տարում այն ուժեղացնում է հապճեպությունը և կարող է բերել ավելորդ վեճերի ու կոնֆլիկտների։ Տարվա ազդեցությունը մեղմացնելու համար օգտակար է կրել ջրի տարրի քարերով զարդեր, օրինակ սաֆիր, լազուրիտ կամ ակվամարին։ Այս քարերը կօգնեն պահպանել սառնասրտություն, ուժեղացնել ինտուիցիան և կպաշտպանեն չմտածված քայլերից։ 2026 թվականին Օձի նշանի համար ամենահաջող սիրային հարաբերությունները կլինեն ցուլի և աքաղաղի հետ։ Ցուլը հարաբերություններին կտա կայունություն և վստահություն, ինչի շնորհիվ Օձը իրեն ավելի պաշտպանված ու հանգիստ կզգա։ Աքաղաղը կդառնա ոգեշնչող զուգընկեր, որը կկիսի նպատակներն ու ձգտումը դեպի կատարելություն, և այդպիսի հարաբերությունները կկառուցվեն փոխադարձ հարգանքի, նվիրվածության և ուժեղ կապի վրա։ Լավ հարաբերություններ կարող են ձևավորվել նաև Վիշապի հետ։ Միասին դուք կարող եք հասնել մեծ նպատակների, քանի որ ձեր էներգիաները լրացնում են միմյանց։ Օձի խոհեմությունն ու Վիշապի համարձակությունը ստեղծում են ուժեղ և խելացի միություն, որը կարող է դառնալ ճակատագրական։ 2026 թվականին Օձի նշանի համար որոշ սիրային հարաբերություններ կարող են բարդ լինել, հատկապես Վարազի և Վագրի հետ։ Կրակեցիու էներգիան ուժեղացնում է Վագրի հապճեպությունն ու իմպուլսիվությունը, ինչը կարող է հոգնեցնել մտածող և ամեն ինչ պլանավորող Օձին։ Նման հարաբերություններում կարևոր է պահպանել անձնական տարածքը և խուսափել սուր վեճերից։ Վարազի հետ կարող են առաջանալ թյուրիմացություններ, քանի որ տարբեր է զգացմունքների արտահայտումը։ Օձը հաճախ պահում է իր զգացմունքները ներսում, իսկ Վարազը սիրում է բաց խոսել ու կիսվել ամեն ինչով։ Խաղաղությունը պահպանելու համար պետք է լինել համբերատար և պատրաստ լինել գնալ զիջումների։ Եթե երկու կողմերն էլ սովոր են լսել և հասկանալ միմյանց, հարաբերությունները կարող են ամրանալ, նույնիսկ եթե բնավորությունները տարբեր են։ 2026 թվականին Օձի նշանի համար փոփոխություններ անելիս պետք է լինել շատ ուշադիր և չշտապել։ Կրակեցիու տարին ուժեղ էներգիա է տալիս, բայց կարևոր է ճիշտ ժամանակ ընտրել։ Ամենալավ ամիսներն են մարտը, հուլիսը և նոյեմբերը։ Այս ժամանակահատվածները բարենպաստ են և կարող են հաջողություն բերել, եթե գործեք մտածված։ Գարնանը, մարտը և ապրիլ ամիսներին լավ է սկսել նոր գործեր և գտնել գործընկերներ։ Ամռանը, հունիս և հուլիսին հարմար է ամրապնդել գործնական կապերը։ Աշնանը, սեպտեմբերին և հոկտեմբերին լավ ժամանակ է ֆինանսների և անձնական կյանքի փոփոխությունների համար։ Չինական օրացույցում Օձի օրերը նույնպես շատ հաջող են, իհարկե, եթե գիտեք, դուք դա մի փոքր արդեն չինական հորոսկոպն է սա։ Եթե ցանկանում եք մեծ փոփոխություններ կատարել, ապա այդ մեծ փոփոխություններից առաջ մաքրեք տարածքը ֆենշուի կանոններով։ Կարող եք թարմացնել
աշխատավայրը, փոխել կահույքի տեղերը կամ ազատվել հին իրերից։ Սա կօգնի ներգրավել նոր էներգիա և վստահ շարժվել առաջ։ 2026 թվականին կրակի ձիուտարին լի է շարժումով և փոփոխություններով, և օձ նշանի համար կարևոր է պահպանել ներքին հավասարակշռություն։ Երբեմն իրադարձությունները կարող են շատ արագ զարգանալ և պետք է պատրաստ լինել այդ տեմպին։ Սթրեսը կարող է բարձր լինել, քանի որ կրակի տարրը ուժեղացնում է նյարդայնությունը և հոգնածությունը։ Կարևոր է ժամանակին հանգստանալ, դադար վերցնել և վստահել ինտուիցիային։ Մեդիտացիան և բնության մեջ զբոսանքները կօգնեն վերականգնել ներքին հանգստությունը։ Հարաբերություններում կարող են լինել թյուրիմացություններ։ Հնարավոր են խանդի դրսևորումներ կամ ցանկություն վերահսկելու զուգընկերոջը։ Պետք է սովորել լսել միմյանց և չընդունել որոշումներ էմոցիաների ազդեցության տակ։ Ավելի շատ խոսեք և աջակցեք իրար։ Աշխատանքում հնարավոր են տատանումներ։ Փոփոխությունները միշտ չէ, որ հենց հեշտ կանցնեն։ Եթե կասկածներ ունեք, միշտ ապեք կտրուկ քայլեր անել։ Այս տարին էներգիա է տալիս առաջ գնալու համար, բայց պահանջում է լավ պատրաստվածություն և սառը հաշվարկ։ Ֆինանսների մեջ կարող է լինել անկայունություն։ Հապճեպ որոշումների պատճառով հնարավոր են ավելորդ ծախսեր։ Նախքան ներդրում անելը կամ պայմանագիր կնքելը, համոզվեք, որ ամեն ինչ պարզ է։ Ավելի լավ է ծախսեր պլանավորել մի քանի ամիս առաջ։ Առողջությանը նույնպես պետք է ուշադրություն դարձնել, հատկապես սրտանոթային համակարգին և հոգեկան վիճակին։ Կանոնավոր հանգիստը, ճիշտ սնունդը և չափավոր ծանրաբեռնվածությունը կօգնեն խուսափել հոգնածությունից և ուժասպառությունից։ Իսկ հիմա կխոսենք տարրով օձերի և ամսով որևիցե կենդանակերպի նշանի մասին։ Օձ խոյ 2026 թվականի խոյերի համար տարին կլինի շատ կրակոտ և ակտիվ։ Դուք կունենաք մեծ էներգիա և շատ գաղափարներ։ Կարևոր է այդ ուժը ճիշտ ուղղությամբ օգտագործել, որպեսզի չփչացնեք կարևոր հարաբերությունները։ Օգտագործեք ձեր էներգիան մեծ նպատակներին հասնելու համար։ Օձ ցուլ Ցուլերը պետք է դուրս գան իրենց հարմարավետ գոտուց և արագացնեն իրենց տեմպը։ Սկզբում դա կարող է դժվար լինել, բայց եթե հարմարվեք, մեծ հնարավորություններ կստանաք ֆինանսական աճի համար։ Սովորեք լինել ավելի ճկուն և բաց թողնել հինը։ Օձ երկվորյակներ Երկվորյակները իրենց տարերքի մեջ կլինեն։ Շատ շարժում, փոփոխություններ և նոր ծանոթություններ։ Սիրային կյանքում սպասվում են շատ իրադարձություններ, բայց կարևոր է հիշել հավատարմության մասին։ Եթե հանդիպեք իրական սիրո, մի կորցրեք այն անցողիկ հետաքրքրությունների պատճառով։ Օձ խեցգետին 2026 թվականին խեցգետինները կդառնան ավելի համարձակ և վճռական։ Նրանք դուրս կգան իրենց փակ աշխարհից և կզարմացնեն բոլորին։ Ընտանեկան հարցերը մի քիչ հետին պլան կանցնեն և ավելի կարևոր կդառնան անձնական նպատակները։ Սա ճիշտ ժամանակ է մտածելու ձեր երազանքների մասին։ Օձ առյուծ Առյուծների համար այս տարին կլինի փայլելու ժամանակ։ Դուք հաջողություն կունենաք թե աշխատանքի, թե անձնական կյանքում։ Ձեր խարիզման ավելի կուժեղանա։ Օգտագործեք այս ժամանակը մեծ նպատակներ իրականացնելու համար։ Դուք կարող եք շատ բանի հասնել։ Օձ կույս Կույսերը պետք է մի քիչ բաց թողնեն վերահսկողությունը և վստահեն կյանքին։ Փոփոխությունները կարող են խառնաշփոթ թվալ, բայց հենց այդտեղ էլ թաքնված է լավագույն հնարավորությունները։ Մի վախեցեք անսպասելի իրավիճակներից։ Սովորեք հարմարվել և վայելել նոր բաները։ Օձ կշեռք Կշեռքները կգտնեն նոր հավասարակշռություն կրքի և տրամաբանության, ռիսկի և զգուշության միջև։ Կրակե էներգիան կօգնի արագ որոշումներ կայացնել առանց երկմտելու։ Սիրային կյանքում սպասվում են հետաքրքիր արկածներ։ Մի փնտրեք իդեալական զուգընկեր, գտեք այն, ում հետ ձեզ հետաքրքիր է։ Օձ կարիճ Իդեպ կարիճների կոչվում են նաև հրեշտակակիրներ։ Կարիճների համար տարին կլինի ուժեղ փոփոխությունների և վերափոխումների ժամանակ։ Ձեր բնածին ինտենսիվությունը կուժեղանա, ինչը կարող է բերել մեծ հաջողություններ, բայց նաև կոնֆլիկտներ։ Ուղղեք ձեր կիրքը ստեղծագործության կամ սպորտի մեջ, որպեսզի չվնասեք ուրիշներին։ Օձ աղեղնավոր
Աղեղնավորներին սպասվում է արկածների և ճանապարհորդությունների տարի։ Կարմիր ձիու էներգիան և ձեր ազատասիրությունը կհամադրեն իդեալական ձևով։ Հնարավոր են հեռավոր ճանապարհորդություններ, նոր նախագծեր և սիրային պատմություններ օտարերկրյա մարդկանց հետ։ Մի սահմանափակեք ինքներդ ձեզ, աշխարհը բաց է նոր բաներ ուսումնասիրելու համար։ Օձ այծեղջյուր։ Այծեղջյուրներին կպահանջվի արագացնել իրենց սովորական չափավոր և պլանավորված առաջընթացը։ Ձին կսովորեցնի ռիսկ անել և վստահել ինտուիցիային։ Գործնական հնարավորությունները կգան և կգնան շատ արագ, այնպես որ սովորեք ժամանակին օգտվել հաջողությունից։ Օձ ջրհոզ։ Ջրհոզները կգտնեն կրակե ձիու էներգիայում ոգեշնչում ամենանորարար գաղափարները կյանքի կոչելու համար։ Ձեր յուրահատկությունը և կրակոտ կիրքը կստեղծեն յուրահատուկ նախագծեր։ Մի վախեցեք լինել նորարար։ Այս տարին աջակցում է նորարարներին։ Օձ ձկներ։ Ձկների համար կրակոտ տարը կօգնի դուրս գալ հանգիստ ու քիչ փոփոխվող կյանքից և մտնել արագ զարգացող կյանքի հոսքի մեջ։ Սկզբում կարող է վախենաք, բայց շուտով կհարմարվեք և կվայելեք փոփոխությունների արագությունը։ Սիրային արկածները երաշխավորված են։ Տարվա հովանավորը կարթնացնի ձեր զգայարանները։